Ես ես վստահեցնում եմ, սահմանազատման գործընթացում սահմանի գիծը որոշելուց հետո եթե պարզվում է, որ հայկական զինված ստորաբաժանման կամ սահմանապահ ծառայության հենակետ, բան պետքա տեղաշարժվի, տեղաշարժվում է։ Եթե պարզվում է, որ ադրբեջանական ստորաբաժանման հենակետ պետքա շարժվի, դա եւս շարժվում է։ Միակողմանի չի լինում։ Սահմանը, եթե սա է, սրանից այս կողմ, ուրեմն, եթե հայկական ուժն առաջ հետ է գալիս, եթե ադրբեջանական ուժն առաջ, ինքն է հետ գնում։ Դուք նշեցիք ջերմուկը, գործընկերն էլ Տիկին Վարդյանն էլ ասեց, ես խոսքի մեջ մոռացա անդրադառնամ։ Կան Հայաստանի Հանրապետությանը պատկանող տարածքներ, որոնք այժմ ադրբեջանական ուժերի վերահսկողության տակ են, այդ թվում եւ ջերմուկը։ Կան Ադրբեջանին այդ սահմանագծմամբ, այդ փաստաթղթի շրջանակներում պատկանող որոշ տարածքներ, որոնք դեռ Հայաստանի ուժերի վերահսկողության տակ են։ Ընդհանրապես սահմանագծման հենց ամբողջ իմաստն էլ է որոշել այդ գիծը, տնկել սյուները եւ ուժերին բաշխել համապատասխան կերպով։ Եթե շատ ուղիղ ասենք, սահմանազատման ֆիզիկական նշանակությունը դա է։ Այն տարածքները, որոնք պատկանում են Հայաստանի Հանրապետությանը եւ այժմ ադրբեջանական վերահսկողության տակ են, այդ թվում եւ ջերմուկի հարակից տարածքը։ Մենք վստահ ենք, որ սահմանազատման գործընթացն է այն ճանապարհը, որոնք մենք պետք է լուծենք այդ հարցը եւ սահմանազատման գործընթացը եւ մինչ այժմ ընդունված փաստաթղթերը, դրանցում ամրագրված մոտեցումների նորմերը եւ մինչ այժմ տեղի ունեցած գործընթացը լիարժեք հույս են տալիս, լիարժեք ստեղծում են համապատասխան մեխանիզմները, որ այս հարցերը, այդ թվում եւ ջերմուկի հարակից տարածքի հարցը, որը միակը չի, ոչ մեր կողմից, ոչ իրանց, լուծվեն այդ համատեքստում։ Այն հիմար բառով, որ հակադարձեցիք, չեմ ուզում այդ ոճով շարունակել, բայց ճիշտ ասած, որ ասում եք նաև խաբել եք ժողովրդին, դե որ հետ ենք գնում, սիրուն էլ ասենք իրար, քաղաքավարի էլ ասենք, անքաղաքավարի անվայելուչ բառեր օգտագործելով այդ թեմաներով կռվենք իրար հետ, փաստը էն է, որ այս հարցը պետք է կարգավորված լիներ շատ տարիներ առաջ, շատ ավելի տարիներ առաջ, քան քաղաքացիական պայմանագիր եկել իշխանության, շատ ավելի տարիներ առաջ, քան մենք ընդհանրապես պատասխանատվություն ունեինք Հայաստանի Հանրապետության, Հայաստանի քաղաքացիների համար եւ որևէ լծակետ process-ների վրա ազդելու։ Եվ որակումը, որը կարելի է տալ այդ շրջանում պատասխանատվություն ունեցող առաջնորդներին այդ հարցը չլուծելու համար, այդ որակումը ես իսկապես հիմա չեմ ուզում տամ, այդ որակումը միևնույն է պատմությունն է տալու։ Դուք բոլորդ իզնից լավ գիտեք, այդ ես եմ նոր իմացել վերջերս, դուք լավ գիտեք, որ այդ հարցը լուծած լինեիք այն ժամանակ։